Ավելի քան 100 հոգևորականներ հրապարակային իրենց որդիական հավատարմությունն են հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին։ 21 TV News-ի հետ զրույցում ասել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նա զերծ է մնացել հստակ պատասխանել։ Քննարկվում է Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած մի խումբ հոգևորականներին կարգալույծ անելու հարցը։ Ոչ մի մեկնաբանություն այդ մասով առանց։ Մի քանի ավտոբուս ոստիկաններ են բերվել Սուրբ Թադեոս առաջնորդանից եկեղեցի, այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հեռացվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, թեմի հոգևորականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու համար։ Կաթողիկոսը թեմի առաջնորդի տեղապահ է նշանակել Ռուբեն Վարդապետ Զարգարյանին։ Լրագրող Սյուզի Բադոյանի կադրերում ոստիկանության գնդապետ Գևորգ Ղազիզյանը հավատացնում է, որ իրավապահները առաջնորդարանում են բացառապես հասարակական կարգը պահպանելու համար։ Մենք հասարակական կարգի ապահովման նպատակ ենք հետապնդում։ Իսկ հասարակական կարգը ով է խախտում, որ դուք էլ հասարակական կարգ եք պահպանում։ Այս եկեղեցին շատ խաղաղ եկեղեցի, այս եկեղեցում հավատացյալներ են լինում, գիտեք։ Եկեղեցու տարածքում նաև քաղաքացիներ են հավաքվել, հավանաբար առաջնորդարանի տեղապահին ներս մտնել թույլ չտալու համար։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ռուբեն Վարդապետ Զարգարյանը եկել է եկեղեցու տարածք, թե ոչ։ Վեհապարի որոշման արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը, գրել, թե ինքն ու իր հակաեկեղեցական արշավին միացածները չեն ընդունում Գարեգին II-ի որոշումը, քանի որ նրան չեն ճանաչում որպես վեհապար, իսկ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ, ըստ վարչապետ Փաշինյանի։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հայաստանի ղեկավարին միացած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն է։ Նրանց եկեղեցին անվանում է Իրադավներ։ Արդեն 13 օր է Իրանը գտնվում է լայնածավալ բողոքի ակցիաների կենտրոնում։ Երկրի իշխանությունները հայտնել են Աբադան քաղաքում անկարգությունների ենթադրյալ կազմակերպիչների ձերբակալության մասին։ Երկրի ողջ տարածքում համացանցի եւ հեռահաղորդակցության հասանելիությունը խիստ սահմանափակ է։ Աքսորիալ արքայազն Ռեզա Փահլավին կոչ արել շարունակել գործադուլները եւ քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատել, խոստանալով վերադառնալ եւ լինել ցուցարարների կողքին։ Ըստ վերլուծաբանների Փահլավին փորձում է ստանձնել առաջնորդությունը եւ ստանալ Միացյալ Նահանգների աջակցությունը։ Միջազգային կառույցներն ու իրանական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր երկրներում հանրահավաքներ են անցկացնում, մտահոգություն հայտնելով տեղեկատվական մեկուսացման եւ հնարավոր բռնությունների վերաբերյալ։ Զուգահեռաբար այսօր չեղարկվել են Թեհրան-Երևան եւ հակառակ ուղղությամբ թռիչքները։ Չվերթների չեղարկման կոնկրետ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ մինչեւ 3 թռիչքներն իրականացվել են բնականon հունով։ Ալեպի նահանգապետարանի շենքը ենթարկվել է անօդաչու սարքի հարձակման հենց այն պահին, երբ նահանգապետն ու նախարարները մամուլի ասուլիս էին անցկացնում զոհերի եւ տեղահանվածների վերաբերյալ։ Նահանգապետ Ազդամ Ալ-Ղարիբի տվյալներով բախումների հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 70-ը, իսկ շուրջ 155,000 բնակիչ տեղահանվել է Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերից։ Սիրիական բանակը հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները Շեյխ Մաքսուդ թաղամասում եւ պատրաստվում է զինաթափել ու քաղաքից դուրս բերել քուրդ զինյալներին։ Քրդական կողմը հերքել է զինյալների հանձնվելու մասին լուրերը եւ կառավարությանը մեղադրել հանրությանը մոլորեցնելու մեջ։ Փոխարենը քրդական ուժերը հայտնել են կառավարական 3 տանկ ոչնչացնելու մասին եւ մեղադրել են Թուրքիային ԱԹՍ-ներով հիվանդանոցը ռետակոծելու համար։ Քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված երկուստեք մեղադրանքների ֆոնին։ Ամերիկյան ներգաղթի ծառայության գործակալի կողմից 37-ամյա Ռենե Գուդի սպանության նոր տեսանյութը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Միացյալ Նահանգներում, հատկապես Մինեապոլիսում եւ Պորտլենդում։ Մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ ներգաղթի ծառայության դաժան մեթոդների, թեև իշխանությունները պնդում են, որ սպանությունը ինքնապաշտպանության հետևանք է վրայերթի փորձի պատճառով։ Նոր կադրերը ցույց են տալիս, որ գործակալը կրակել է հեռացող մեքենայի ուղղությամբ։ Հանրային զայրույթն ուժեղացել է նաեւ այն պատճառով, որ տեսանյութում լսվում են վիրավորական արտահայտություններ սպանված կնոջ հասցեին, իսկ դեպքը ձայնագրվել է գործակալի անձնական հեռախոսով, ինչը ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտում է։ Արդեն մի քանի օր է Ռուսաստանի մայրաքաղաքում եւ մի շարք այլ քաղաքներում առաջյունը խաթարել է բնակիչների բնականոն կյանքը։ Ֆրանսիս ցիկլոնի պատճառով վերջին 56 տարվա ընթացքում Մոսկվայում տեղացած ձյունը համարվել է ամենաառատը։ Ձյան բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։ Կամչատկայում արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ մոտակա օրերին օխտոմոր ցիկլոնը կհասնի Կամչատկայի ափերին։ Նախատեսված է քամու ուժգնացում։ Ձնաբույք է նաեւ Սանկտ Պետերբուրգում։ Պուլկովո օդանավակայանում առատ տեղումների պատճառով ինքնաթիռը խրվել է ձյան մեջ։ Օդանավակայանն աշխատում է ընդհատումներով։ Հետաձգվել է մոտ 30 չվերթ։
Բրազիլիայում տուրիստական ավտոբուս է բռնկվել։ Մարդատար մեքենայի 47 ուղևորները հասցրել են տարհանվել։ Տուժածներ եւ վիրավորներ չկան։ Տեղական լրատվամիջոցները դեռևս չեն հայտնել հրդեհի պատճառների մասին։